Բալու սրտեր։ Նոր մի հատ նյութ տեսա։ Ինքան ճիշտ բան ասեց։ Ասում է, նայում ես մարդկանց իրենց պահվածքին, իրենց արած արտահայտություններին, գոհարներին, լսում ես այդ ամեն ինչ ու քեզ թվում է որ սա քյալեք թափածա։ Կտեցրած տարածալարի։ Հետո ասում ես ինձ կոֆեն վերցնում ես, շպիտով, նայում ես այդ ամեն ինչին, ես կողքից էլի ու մտածում ես չէ, չի թվում, թափածա։ Խեմ այս բառերը կրկնում, որովհետև այսօր առաջին անգամ ես ժամը 7-ից TikTok-ի եթերում էի ու մեկը գրեց. «Ախպեր, դու ինչ ես նախընտրում, կյանք թե հող»։ Բայց չասես թափածա։ Ասենք եթե կյանքը չլինի, այդ հողը ում է պետք։ Բալքի ինչ որ մեկը կապրի, չէ՞ այդ հողի վրա։ Վերջն է։ Հարթակիտերն էլ հարցրեց ասում է. «Դու ո՞ր հողի նկատի ունես, ապեր»։ Ասենք միջազգայինորեն ընդունված հողը է, որ իմ վզին կախած է։ Թե որի հետ ես։ Դե հարթակիտերը սիրում է այդպես հարցեր տալ, բայց ես ուղիղ եմ ասում էլի։ Ասենք եթե կյանքը չլինի, ում է պետք։ Դե հող կոչվածը։ Եթե Հայաստանի Հանրապետության վրա հայ չպիտի ապրի, իմ ինչին է պետք այդ Հայաստանը։ Կասեք։ Եթե այդ հողի վրա հայը չպիտի արարի, հարկեր չպիտի մուծի, իր զավակին բանակ չպիտի ուղարկի, ինքը չպիտի որոշի, ոնց նստի, ում հետ նստի, ինչ խոսի, ինչի՞ս է պետք է հողը, կասեք։ Մեկ գրեք էլի ձեր կարծիքը, ժողովուրդ ջան, հասկանանք։ Հետաքրքիրն է, որ նման հարցեր բարձրաձայնում են ռուսատար, լատինատար, բանակում չծառայած, հայրենիքին հարկ չմուծող, նման տպերը, քյալեկը թափած է էլի։ Բալուս ձեզ, լավ աշխատանքային օր։